Աշխարհում կա միայն իրավունք, որը վաստակվում է։ Աշխարհում կա միայն քաղաքակրթություն, որտեղ հասարակությունը պայքարում է։ Այլ կերպ չկա։ Երբեք որևէ մեկը ուրիշի գահուց չդրեք։ Եվ երբեք չմտածեք ինչքան էլ մեր երկիրը կործանվի, ասեք մեկ աստանց խփել փրկելու։ Կարող է խաչաղներ լինեն, կարող է շարժումներ առաջանա։ Իշխանությունը ամեն ինչ անում է, որ Հայաստանում դա աշխարհի օրենքն է։ Երբ որ ճնշում ես շատ, զսպանակը սկսում է հակառակ աշխատել եւ սկսում են ղաչաղներ, պարտիզաններ, ներքին պայքար մղողներ առաջանալ։ Իշխանությունը դրան է գնում, բայց մեր տարբերակը դա չի։ Մենք բանջում ենք մարդու իրավունքների ամբողջական ապահովում, ազատության հրապարակում, որ աստիճանաբար դառնում է ժողովրդի իշխանությունը գրող, վստահությունը գրող հրապարակ։ Անգալում, որ դա կունենա շարունակություն եւ խորացում, ոչ եմ անում ոստիկաններին մնան օրենքի մեջ, մնացեք օրենքի մեջ, եւ մենք միասին պիտի շարունակենք պայքարը քաղաքացի եւ ոստիկան միջև հաղթանակ։ Հիշում եք, քանի մարդու վրա եղան հարձակումներ, որոնք ապացուցեցին, որ մեր քաղաքացիների, քաղաքական ակտիվիստների, անգամ քաղաքական լիդերների եւ անգամ պատգամավորների ոչ կյանքը, ոչ անվտանգությունը երաշխավորված չեն մեր երկրում։ Ինձ մի քիչ զարմացրեց Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների դեսպանությունների արձագանքը։ Այո, նրանք ընդգծեցին, որ տեղի են ունեցել լրջագույն օրինախախտումներ, նրանք կոչ արեցին, որ ընտրակեղծարարության համար բոլոր պատասխանատուները պատժվեն, որ հստակ քննություն լինի, հայտնաբերվեն այդ պատասխանատուները եւ պատժվեն։ Միևնույն ժամանակ նրանք ասում են, որ եթե ցանկանում եք, որ հայ ժողովուրդը վստահություն ունենա հանրաքվեի նկատմամբ, իսկապես պետք է լինի քննություն եւ այդ հանցագործությունների համար պատասխանատուները պատժվեն։ Բայց օրինակ ինձ համար հարց է ծագում։ Ինչ է սա նշանակում։ Ասենք բռնեցին բոլոր ընտրակեղծարարներին եւ պատժեցին, ասենք մի 50 հոգու, 100 հոգու։ Դրանից ինչ-որ բան է փոխվելու, ժողովուրդը հավատալու է այս հանրաքվեի լեգիտիմությանը, ժողովուրդը ոչ է ասել եւ շատ լավ գիտի, որ ոչ է ասել։